Դերասանուհի Եվա Բաղդասարյանը ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում։ Վերջին շրջանում Եվայի բոլոր հրապարակումները դրական ֆոնով են։ Բանն այն է, որ դերասանուհին ընդամենը շաբաթներ առաջ է հայտնել, որ պատրաստվում է մայրանալ։ Եվան ինքն է նշել, որ այս ամիսների ընթացքում ինքը բավականին էմոցիոնալ է դարձել։ Եվ թերևս դա է պատճառը, որ ցանկացած վիդեոհոլովակ համացանցում անհանգստացնում ու հուզում է դերասանուհուն։ Եվան մի դաժան հոլովակով է կիսվել, որտեղ երևում է, թե ինչպես է երեխան շանը գետը գցում, եւ այս հոլովակին անդրադառնալով դերասանուհին գրել էր. «Ծնողներ, ուշադիր եղեք ձեր երեխաների վարքին, կենդանիների հանդեպ սեր սերմանեք, այլ ոչ թե անասուն մեծացրեք»։ Հոլովակին կից գրել էր Եվան։ Հավելենք նաև, որ ընդամենը մի քանի օր առաջ էլ Եվա Բաղդասարյանի ամուսինը Էդգարը նշում էր ծննդյան տարեդարձը, եւ հենց այդ օրն էլ զույգը որոշել էր պարզել ապագա երեխայի սեռը։ Եվան ու Էդգարը որդի են ունենալու։ Այդ օրը եւս Եվան շատ ակտիվ էր ինստագրամյան հարթակում։ Նրա հրապարակումները ներկայացնում ենք ձեզ։ Այսպես նախապատրաստվում ենք, ընդամենը 1 ժամից արդեն կիմանամ սեռը, ահա որ անհանգիստ եմ, սիրտս տադաղ խփում է։ Այսօր պարզում ենք Եվայի երեխու սեռը։ Ինչ է ձեր կարծիքով։ Սաղս հավաքը սպասում եք Էյդոն գա։ Այսօր Գաբին եկել է gender party։ Ես ու Գաբին կարծում ենք, որ աղջիկը Եվայի բալիկը։ Հիմա այսպես իրարից քայլը կենցածի։ Կերավ քեզ Արտուրը Գաբի։ Սկայ շարակում ենք հա։ Այ ապրեք։ Լավ, մի հատ ես եմ։ Քիչ հետո այսօր Եվան կտեղադրի իմանակ բալիկը։ Ես ավելի շատ Դերասանուհի Եվա Բաղդասարյանը շարունակում է ոչ միայն ակտիվ լինել իր գործունեության շրջանակներում, այլ նաև սոցիալական հարթակներում, որտեղ էլ հաճախ պատմում է իր ամուսնու հետ անցկացրած ճամփորդությունների մասին, իսկ բոլորովին վերջերս էլ Եվան հրապարակել էր իր անձնական լուսանկարներից մեկը ու փաստ էր գրել իր մասին. «Ես 30 տարեկան եմ ու չեմ ամաչում, որ, ահա այսպես է կոչվում խորագիրը։ Կարող եմ դառնալ անկառավարելի, երբ բարկանում եմ։ Մարդկանց անունները շուտ եմ մոռանում եւ ընդհանրապես մոռացկոտ եմ։ Հաճախ կարող եմ թափթփել իրերս։ Սիրում եմ ուտել մատներով։ Կարող եմ մարդու երեսին ասել այն, ինչ մտածում եմ։ Չեմ սիրում ծաղիկներ։ Սկսել եմ քիչ շփվել մարդկանց հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական բնակիչ եմ, բայց ցանկություն չունեմ ապրել այնտեղ։ Այո, ես գոյություն ունեմ։ Դեռ չեմ պատկերացնում ինձ երեխա պահելուց, որ լաց լինի, մտածում եմ կարող եմ հետը հավասար լաց լինել։ Այնքան զբաղված եմ, որ կարող է հաղորդագրություններին չպատասխանեմ։ Ինստագրամյան հարթակում իր մասին փաստեր նշելով գրել էր Եվա Բաղդասարյանը։ Նշենք, որ վերջերս դերասանուհին իր ինստագրամյան էջում հարցուպատասխան էր կազմակերպել, որի ժամանակ նրան հարց էին տվել, նաև մայրանալու վերաբերյալ։ Չեք ուզում երեխա ունենալ։ Հարցին դերասանուհին հետևյալ պատասխաններ տվել. Իսկ կա աշխարհում մի կին, ով չի ուզում երեխա ունենալ, այն էլ իր սիրած տղամարդուց, ուղղակի ամեն ինչ իր ժամանակին, ասել էր դերասանուհին։ Եվան նաև հարցուպատասխան էր կազմակերպել իր ինստագրամյան էջում, անդրադառնալով երեխա ունենալու ցանկության, Միացյալ Նահանգների վիզա ստանալու, մասնագիտության եւ այլ հարցերի։ Դերասանուհուն հետևորդներից մեկը հարցրել էր հետևյալը. Չեք ուզում երեխա ունենալ։ Եվան հետևյալ կերպ էր պատասխանել. Իսկ կա էս աշխարհում մի կին, ով չի ուզում երեխա ունենալ, այն էլ իր սիրած տղամարդուց, ուղղակի ամեն ինչ իր ժամանակին, գրել էր Եվան։ Հետևորդներից մեկն էլ այսպիսի հարց էր գրել. Երբ ենք ձեզ նորից տեսնելու հեռուստատեսությամբ։ Եվան էլ գրել էր. Մինչև այս ամսվա վերջ կիմանաք, թե որ նախագծում եմ լինելու, դեռ գաղտնիք է, բաց չթողնեք, շուտով, գրել էր Եվան։ Հաջորդ հարցը այսպիսինն էր. 10 տարով եք ստացել ձեր Միացյալ Նահանգների վիզան։
Շնորհավորում եմ։ Եվան պատասխանել էր. Ոչ, ես որպես տուրիստ չեմ դիմել, այլ ուրիշ ստատուսով եմ ստացել վիզան։ Կպատմեմ ձեզ մեր երկար անցած ճանապարհի մասին, նկարել եմ վլոգը, մնում է հավես ունենամ, մոնտաժեմ ու տեղադրեմ։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր դերասանի մասնագիտությանը։ Եվա ջան, իսկ ինչ կասեք դերասան դառնալու համար, դիպլոմը պարտադիր է, թե ոչ։ Դերասանուհին գրել էր. Ոնց հասկանում եմ, արդեն ոչ։ Մանավանդ հեռուստատեսությունում սովորել ես, չես սովորել, կապ չունի։ Սիրուն ես կամ ակտիվ ես սոցիալական մեդիայում, խնդրեմ, դեր ունես։ Չեն հասկանում, որ ահա որ բարդ է, հենց գիտակցում են արդեն ուշ է։ Երեխեք, դիպլոմը մի կողմ, բայց երկար ճանապարհը պետք անցնել այս մասնագիտության համար, անգամ հասարակ վարսահարդար կամ մատնահարդար դառնալու համար չէ սովորել պետք, բա ինչի եք մտածում, որ հա լավ հեշտ է էլի, ես էլ կարամ դերասան դառնամ։ Կներեք, մտքիս եկածը արտահայտեցի, գրել էր Եվա Բաղդասարյանը։ Հետևորդներից մեկը գրել էր հետևյալը. Եվա ջան, ինչ կասեք, երբ նշանածդ քեզ սահմանափակում է, որ մի ժամից տանը կլինես կամ 2, ինչ կասեք այդ մասին։ Դե ինչ ասեմ, չգիտեմ պատճառը որն է, որ այդ աստիճան սահմանափակում ա ձեզ, կարող է ինքը բնավորությամբ հենց խանդոտ է, կամ առաջ որևէ տրավմա է ունեցել մինչև ձեզ։ Փորձեք խոսել այդ թեմայով, հասկանալ, որն է պատճառը, եւ եթե ինքը տենց է լինելու, արդեն ընտրությունը ձերն է, արդյոք ցանկանում եք ձեր կյանքը շարունակել նման խանդ ունեցող մարդու հետ։ Կարող եմ ասել, որ հարաբերություններում զույգերից որևիցե կողմ չպիտի ինչ-որ բանից սրտնեղի կամ հարաբերությունները պահելու համար իրեն զրկի պրիմիտիվ բաներից, ինչա դիմացինին դուր գա։ Այդ ամեն ինչը պետք է արվի սիրով, գրել էր Եվա Բաղդասարյանը։ Դերասանուհի Եվա Բաղդասարյանը ամենավառ հայհայտիներից մեկն է։ Կարիերայի ամենասկզբնական շրջանում Եվան առավել շատ քննարկվում էր համարձակերպարների եւ հագուստի պատճառով։ Ժամանակն անցավ ու դերասանուհին որոշ միջամտությունների դիմեց, ինչը ավելի սրեց խոսակցությունները նրա անձի շուրջ, բայց եկավ մի շրջան, որ Եվան այլ կերպով ներկայացավ հանրությանը, ավելի զուսպ ու բնական։ Իր վերջին հարցազրույցի ժամանակ Եվան հայտնեց, որ արդեն 1 տարի է ինչ ամուսնացել է, եւ հենց իր կողակիցն էլ պատճառն է նման փոփոխությունների։ Տարեսկզբին Եվան ամուսնու հետ մի քանի հրապարակում էր արել, առաջին անգամ ցույց տալով նրան։ Դերասանուհին մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ ինքն ու իր ամուսինը արդեն օրինական ամուսիններ են դարձել։ Star News-ը շնորհավորելու նպատակով կապ հաստատեց դերասանուհու հետ, ինչպես նաև փորձեց ստանալ հետևորդներին հետաքրքրող կարևոր հարցի պատասխանը։ Բանն այն է, որ վերջին շրջանում դերասանուհու կազմվածքում կար փոփոխություն, եւ շատերն այս ամենը կապում էին հնարավոր հղիության հետ։ Ինչևէ, դերասանուհին մեծ զրույցում հերքեց լուրն ու հավելեց. դեռ ոչ։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել։